Իրանը ասաց, որ պատասխանը չի ուշանա ու անցավ գործի։ Միայն այս գիշեր 5 հարձակում, այդ թվում Թել Ավիվի ու Երուսաղեմի ուղղությամբ։ Խիստ պատիժանուն ունեն պատասխան գործողությունները։ ԻՌՆԱ պետական գործակալությունը գրում է, թե հարված են ստացել Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքը, Թել Ավիվում գտնվող նախարարության շտաբը։ Գիշերը Թեհրանին պատասխանել են Թել Ավիվից ֆարս գործակալության տվյալներով 2 հրթիռ հարվածել է Մեհրաբադ օդանավակայանին։ Իրանական մեդիան հայտնել է նաև, որ այնտեղ հրդեհներ են բռնկվել։ Այդ օդանավակայանը, որը գտնվում է երկրի կենտրոնին մոտ, նաև ծառայում է որպես ռազմական ավիաբազա, կործանիչներով եւ փոխադրական ինքնաթիռներով։ Լույսը չբացված Իրանի զինված ուժերը հայտարարում է եւս 2000 հրթիռ է ուղարկելու դեպի Իսրայել։ Իրանական լրատվամիջոցներն էլ գրեցին, թե Թեհրանը պլանավորում է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Ամեն դեպքում ռազմական գործողությունների մասին լուրերը թարմացվում են կայծակնային արագությամբ, իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ։ Թել Ավիվի գործողությունները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն եւ պարունակում են պետական ահաբեկչական գործողություններ։ Ռազմական գործողություններին զուգահեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն էր, որտեղ այս շեշտադրումներն է արել Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Պնդել է Իսրայելը Իրանի վրա է հարձակվել Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Անցած գիշեր Իսրայելի ռեժիմը աշխարհի ամենավտանգավոր եւ ահաբեկչական ռեժիմն ԱՄՆ վարչակազմի լիակատար հետախուզական եւ քաղաքական աջակցությամբ համակարգված ու կանխամտածված ռազմական հարձակումների շարք է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում։ Չես կարող մի ձեռքով բանակցել, մյուսով թույլ տալ սիոնիստներին իրագործել պատմության ամենամեծ ռազմական հարվածը։ Այսպիսով Թեհրանը եզրակացրել է, որ Ամերիկայի հետ բանակցություններ լինել չեն կարող, դրանք կիրակի էին նախատեսված։ Դուրս են գալիս երկրները երկխոսությունից ամբողջապես, թե ամեն դեպքում եզրեր կան կրակը դադարեցնելու ու գործը բանակցությամբ առաջ տանելու։ Ամեն դեպքում Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման իր ծրագիրն ունի բացառապես քաղաքացիական բնույթ եւ մերժում է Իսրայելի մեղադրանքները, թե իբր գաղտնի կերպով զարգացնում է միջուկային զենք։ Ռազմական գործողությունների դադարի բանակցային սեղան վերադառնալու մասին փորձագիտական շրջանակը տարակարծիք է։ Որոշ դեպքերում համարում են, որ վաղ է եզրակացություններ անել, մյուսները պնդում են, թե երկու ստեկ մեծ բախումը պարզապես ձեռնտու չէ, կանգ կառնի։ Երկու կողմերն էլ ահռելի կորուստներ են կրում։ Այստեղ վճռական դեր կխաղա ԱՄՆ-ն կոնֆլիկտի մենեջմենթը իր ձեռքը կվերցնի եւ կողմերին կհանդարտացնի։ Իրանն էլ է ձեռնտու միջուկային գործարքի կենքում, որովհետեւ դա հնարավորություն կտար նրան փոխապել պատժամիջոցները։ Նատանյահուն պատերազմը իր ներքին քաղաքական պատճառներով։ Իրան պատերազմը պետք է օրենքը մնա իշխանության, հրահրման նոր լարվածություն, նոր պատերազմ։ Հիմա այսքան է ինչ որ հիմա եղավ Իրան հերիք հայաստանություն պահելու համար, թե չէ, հարցը։ Նախքան այս բախման մեկնարկը Իրանի ու Իսրայելի միջև փորձագետները կանխատեսում էին, թե հնարավոր առճակատման դեպքում Ադրբեջանը նշանառության տակ կառնի Սյունիքը, ու քանի դեռ Իրանը, որ տարածաշրջանային խոչընդոտ է Բաքվի համար զբաղված է, կիրագործի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու իր երազանքը, այստեղ դարձյալ կարծիքն ու տեսակետը մեկը չէ։ Միանշանակ լարվածություն կլինի մեր մոտ, Ադրբեջանը կողքի եւ կփորձի հարվածել, դա ճիշտ է, որ նա ուրիշ զսպող ուժեր կան, մենակ Իրանը չի, բայց Իրանը գերակշռող դեր ունի ստելում է, ինքը հնարավորություն ունի քաղաքական առումով իր համար կարմիր լույս ոչ մեկ չի վառում, կարող ենթադրենք կանաչ լույս ոչ մեկ չի վառել, բայց կարմիր անջատակը ինքը կփորձի մաքսիմալին։ Երբեք չի կարելի բացառել, Ադրբեջանը կարող է գնալ սադրանքների, բայց պետք է նկատել, որ Ադրբեջանի զսպող գործոն միայն Իրանը չէ, նաև Արևմուտքն է, միգուցե ավելի շատ, քան Իրանը։ Արևմուտքի կողմից հստակ մեսեջներ են փոխանցվել Ադրբեջան, եթե նա փորձի Հայաստանի տարածքում ուժով միջանցք բացի, դա դրա համար թանկին է վճարել։ Ամեն դեպքում պաշտոնական Երևանն ասում է, հակամարտության ֆոնին հնարավոր բոլոր սցենարներին նախապատրաստվել են։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։